Պարոն Ֆարմանյան, օրեր առաջ ձեր խմբակցության ղեկավարը խոսելով ձեր կուսակցության Հայաստանի Հանրապետության տնտեսական մոդելի վերաբերյալ պատկերացումների մասին ասաց, որ դուք դիրքավորում եք լիբերալ տնտեսության գաղափարախոսության շրջանակներում։ Ինչից հետո ասաց, որ իրենք պատկերացնում են, որ պետք է պետությունը ագրեսիվ մասնակցություն ունենա տնտեսության մեջ, Big Push գաղափարի մասին խոսեց եւ այլն։ Հիմա դուք որպես տնտեսագետ, ոլորտի մասնագետ, տեխնացու գիտությունների ինչպես է գնահատում այս ձևակերպումը եւ վերջին ինչքանով այս մոտեցումը կապ ունի կամ որևէ աղերս ունի լիբերալ շուկաների եւ տնտեսության գաղափարախոսության հետ։ Երկրորդը, իմ երեկվա ելույթից հետո ձեր կուսակցության մի քանի պատգամավորներ հնարավորություն ունեցան մոտենալու այդ ամբիոնին եւ իմ հնչեցած որևէ հարցին անդրադարձ չեղավ եւ այս հնարավորությունը ուզում դրա համար օգտագործել։ Վերջի ընտրակաշարքի թեմաներով ես կրկին ուզում եմ հիշեցնել, որ կա թվով 157 քրեական գործ հարուցված ընտրակաշարքների բաժանման առնչությամբ 200-ից ավել հրապարակված գաղտնալսումներ, որոնց 80%-ը առնվազն վերաբերվում է առնվազն ձայնագրություն մեջ առնչվում է Ուժեղ Հայաստան կուսակցության հետ։ Իսկ մենք լսում ենք մարդկանց, ովքեր ձեր անունից բաժանում են տարբեր մարդկանց ընտրակաշարք։ Հիմա ուզում եմ հասկանալ, ձեր դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ ո՞նց է, դուք ինչ մեկնաբանություն ունեք։ Արդյոք դուք ուզում եք մեզ եւ հանրությանը համոզել, որ այս բոլոր դեպքերը եւ ուզում եմ հիշեցնել, որ ենթադրվում է, որ եթե կա 200 ձայնագրություն հրապարակված, ենթադրվում է, որ իրական պատկերը անգամներ ավել է։ Հիմա դուք ուզում եք մեզ ապացուցել, որ այս երևույթը ինքնաբուխ կերպով, ուրեմն ծնված երևույթ է հասարակության ստորին շրջանակներից։ Պարոն Աղաջանյան, իմ գնահատականը կլինի սուբյեկտիվ, ես իմ մասնավոր կարծիքը կարող եմ հայտնել, որովհետև դա քրեա իրավական գնահատականի խնդիր է, ես դրա մասնագետը չեմ, բայց ունեմ ներքին համոզմունք, ներքին վստահություն, որ դա կեղծիք է, այդ ձայնագրությունները ինչի մասին որ խոսվում, դա իմ ներքին անձնական համոզմունքն է, ես գնահատական չեմ տալիս քրեա իրավական։ Ինչ վերաբերում է նորից հարցը շարունակեմ պատասխանը, իմ նախորդ ելույթում ես հնչեցրեցի։ Նույն հաջողությամբ, ներողություն եմ խնդրում, կարող եմ ասել, որ դուք էլ մարդասպան եք, բայց բնականաբար չեմ ասի, որովհետև նման փաստեր չունեմ։ Եվ եթե ես ունենայի իշխանական լծակներ եւ ունենայի միտում պնդելու իմ այդ կարծիքը, մի հատ էլ ձայնագրություն կարող է սարքել չարամտորեն։ Հիմա իմ պատասխանը հետեւյալն է. ես չեմ կիսում ձեր կարծիքը, կարծում եմ, որ նման բան գոյություն չունի, իսկ թե ինչ քրեա իրավական գնահատական կլինի, ես դա այդ հարցին չեմ կարող պատասխանել։ Ինչ վերաբերում է տնտեսության լիբերալ լինել չլինելուն, ամբողջությամբ կիսում եմ մեր խմբակցության ղեկավար պարոն Կարապետյանի տեսակետները եւ որպես քաղաքական թիմի անդամ չեմ կարող համաձայն չլինել թե մեր քաղաքական կուրսի հետ, թե տնտեսական քաղաքականության հետ, թե ընդհանուր գաղափարախոսության հետ։ Շնորհակալություն։ Արձագանք։ Անկեղծորեն տարակուսած եմ, պարոն Ֆարմանյան, դուք որպես տնտեսագիտության գիտությունների տեխնացու ուզում եք ասել, որ պետության ագրեսիվ մասնակցությունը տնտեսական գործընթացների մեջ համահունչ է լիբերալ շուկաների գաղափարի հետ, սա պարունակա մի քիչ։ Սիրելի հայրենակիցներ, եկեք արձանագրենք, որ Ուժեղ Հայաստան խմբակցության դիրքորոշումը կամ առնվազն պարոն Ֆարմանյանի դիրքորոշումը, ով տվյալ ֆրակցիայի անդամ է, կայանում է նրանում, որ բոլոր այդ գաղտնալսումները, որը մենք լսել ենք եւ մեր հանրությունը, կեղծ են։ Այսինքն fake, բան սարկած բան է, սա արձանագրենք, որ սա ձեր դիրքորոշումն է, եւ եւս մի ակնարկ, դուք ասացիք, որ ձեր անձնական կարծիքը երբեք չեք փոխում, սա եւս տարակուսել է պարոն Ֆարմանյան, լսել նաեւ գիտնականից, որովհետեւ եւ փաստերը փոխվում են, տրամաբանորեն, որ մարդ պետք է իր կարծիքը փոխվի։ Այսինքն օրինակ բերեմ, հա, նաեւ, օրինակ եթե ձեր սրտի կաթողիկոսը պարզվի, որ իրականության մեջ ունի զավակ, ձեր կարծիքը տեղ կփոխվի, թե չէ։ Պարոն Աղաջանյան, եկեղեցին ունի իր ներքին կանոնակարգերը, իր ներքին գործերը, դա աշխարհիկ մարդկանց գործը չէ։ Այդ եկեղեցու մասով ասեմ, եւ ընդ որում հնչեցնում են այդ միտքը մարդիկ, որոնք հավատքի հետ ընդհանրապես աղերս չունեն։ Սա արձագանք այդ մասով։ Ինչ վերաբերում է զարմացած եք, որ կիսում եմ մեր խմբակցության ղեկավարի կարծիքը լիբերալ տնտեսությանը, դուք երևի աղավաղում եք ինչ էի նկատի ունեցել պարոն Կարապետյանը, ես բերեմ մի մասնավոր օրինակ։
Սիրելի հայրենակիցներ, երբ որ դուք հայտնվել եք ծայրահեղ վիճակում եւ չեք կարողանում ձեր ապրանքները արտանել Ռուսաստանի Դաշնություն, ԵԱՏՄ մյուս տեղեր, մենք օրինակ ունենք նախընտրական շատ լավ ծրագիր, որ պետությունը ունենա մթերման կայաններ, օգնի մարդկանց, պետական միջամտություն լինի, որ այդ չափանիշները որակական, որը Եվրոպան է դնում մեր առաջ, կարողանա պետությունը օգնի եւ այդ հաղթարենք, ոչ թե փոքր տնտեսություններով ինքնուրույն չկարողանա եվրոպական պահանջները բավարարել։ Այսինքն պետական մասնակցությունը օժանդակությանն է վերաբերում, ոչ թե իմ ընկալման, գուցե սխալվում եմ, պարոն Կարապետյան, այսինքն պետական օժանդակությանը, այս տեսանկյունից է պետք նայել, ոչ թե պետական միջամտությանը։ Պետական միջամտությունը կարծեմ քաղաքացիական պայմանագիր իշխող ուժի քաղաքականությունն է, երբ օրը ցերեկով սեփականության իրավունքը անձեռամխելությունից դառնում է այլ բան։ Ես դա եմ պատկերացնում պետական միջամտում, այլ պատկերացում չունեմ։ Մենք այլ բան նկատի ունենք։ Շնորհակալություն։ Պարոն Ֆարմանյան, բայց նույնիսկ եթե գտնում եք, որ դա է պետական միջամտությունը, որ կայաններ են ստեղծում եւ այլն, այնուամենայնիվ նման տնտեսական մոդելը լիբերալ անվանելը շատ դժվար է։